Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Երևանում էր ուղերձով, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել։ Of 450 million consumers. Freedom for all political prisoners in Armenia. Ընդդիմությունը ֆոն դեր Լայենին բողոքի ցույցով դիմավորեց բանտարկված քաղաքական գործիչների նկարներով։ Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետք է ծառայեն Հայաստանի շահերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Խնդրում եմ ձեզ կոռեկտության սահմանների մեջ պահեք։ Աշխատանքը մի ամսից ավարտող խորհրդարանը հաջորդ ընտրությունների համար հրատապ ռեժիմով ցանկանում է սահմանափակել դրսում ապրողների քվեարկելու իրավունքը։ Այսօր քննարկումը կրքեր է բորբոքել։ Հասկանալի է, չէ՞ ինչ եք ուզում ստանով անել։ Ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։ Ինչու իշխող քաղաքացիական պայմանագիրը Ալեն Սիմոնյանի փոխարեն Ռուբեն Ռուբինյանին ընտրեց խորհրդարանի խոսնակի թեկնածու։ Ազգային ժողովին հրաժեշտ տվող Սիմոնյանը չունի այս հարցի պատասխանը, այսօր հերքել է, թե նախագահի պաշտոնն է ստանալու։ Գիշերը Կիևը ենթարկվել է ռուսական ուժերի զանգվածային հարձակմանը, առնվազն 18 զոհ կա, հուլիսի 3-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։ Եվրամիությունը պատրաստ է հայկական արտադրանքի համար արտոնյալ պայմաններ սահմանել։ Այս ուղերձով էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել Հայաստան։ Մինչ Մոսկվան արգելում է հայկական պտուղ բանջարեղենի, ձկնեղենի, խմիչքների ներկրումը եւ Երևանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրասիական եւ Եվրոպական միությունների միջև, ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարում է, որ Եվրամիության 450 միլիոնանոց շուկան կարող է ավելի մատչելի դառնալ Հայաստանի համար։ Թե երբ եւ ինչպես կարող է եվրոպական շուկան փաստացի բացվել Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի համար, դեռ շատ մանրամասներ չկան։ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները Մոսկվայի կողմից ճնշում որակելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում ազդարարեց, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա 450 միլիոն մարդկանց համար։ Խոսքն առևտրի ինքնավար միջոցառումների կամ ATM-ի մասին է, այս պահին նման ռեժիմով եվրոպական երկրների հետ առևտուր է իրականացնում Մոլդովան, իսկ Ուկրաինայի հետ ավելի բարձր մակարդակի համաձայնություն ունեն։ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման արգելքի ֆոնին Բրյուսելի այս մտադրությունը սակայն կյանքի կկոչվի եւ կգործի միայն դրա վերջնական հաստատումից հետո, թե երբ ոչ Հայաստանի վարչապետը, ոչ էլ Եվրահանձնաժողովի ղեկավարը ստույգ ժամկետ չնշեցին։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, թե դա հնարավոր է իրագործել հնարավորինս շուտ։ Լիահույս եմ, որ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը։ Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։ Մայիսից ի վեր սա Եվրահանձնաժողովի նախագահի արդեն երկրորդ այցն է Հայաստան։ Հենց մայիսին անցկացված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո հատկապես հասկացավ Կրեմլի հրետորաբանությունն ու Ռուսաստանը կոնկրետ քայլերի անցավ, սահմանափակելով ըստ էության հայկական ամբողջ գյուղմթերքի ներկրումը։ Մոսկվան Երևանին հորդորում է արագ կողմնորոշվել, մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե եվրոինտեգրացիայի ուղին բռնել։ Այս ընթացքում ռուսական սահմանափակումներին ի պատասխան Բրյուսելը նախ 52 միլիոն եվրոյի աջակցության մասին հայտարարեց, այսօր էլ պաշտոնապես ազդարարեց մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու մտադրության մասին։ 34 միլիոնն արդեն հատկացվել է։ Ֆոն դեր Լայենն այսօր տեղեկացրեց, թե մյուս 18-ը կփոխանցեն առաջիկայում։ Այս ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել օրինակ արտահանման խթանման գործակալություն, որպեսզի
հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ early June. Բացի այդ, այս ամիս Հայաստան եվրոպացի փորձագետներ կժամանեն տեղական բիզնեսի հետ աշխատելու համար։ And help them seize Օգնելու նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։ Իդեպ, եթե ֆոն դեր Լայենը ուղիղ մեղադրեց Ռուսաստանին Հայաստանին ճնշելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, Ռուսաստանի հետ ճգնաժամ ստեղծելու մտադրություն Երևանը չունի։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ Երկկողմ օրակարգի մեկ այլ առանցքային թեմա է վիզաների ազատականացման գործընթացը։ Պատասխանելով լրագրողի հարցին, ֆոն դեր Լայենը ժամկետներ չնշեց, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել։ Հիշեցրեց, որ ապրիլին այս գործընթացում առաջընթաց են արձանագրել։ Այս աշնանը դարձյալ պետք է գնահատեն Հայաստանի իրականացրած քայլերը։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, իշխանությունները խնդիր են դրել բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել 2 տարվա ընթացքում եւ 2029-ից անցնել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում եւ իհարկե մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ եւ էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը մինչ այս պահը Եվրամիության անդամակցելու հայտ չի ուղարկել, իսկ առանց դրա Բրյուսելն անդամակցության հեռանկարը քննարկել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, նախ պետք է եվրոպական ստանդարտներին հասնել։ Որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ բանակցել էր Ադրբեջանի նախագահի հետ, կենտրոնանալով տնտեսական կապերի ամրապնդման վրա։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հատուկ շնորհակալություն էր հայտնել նախագահ Ալիևին գազի մատակարարման համար, Ադրբեջանին անվանելով վստահելի էներգետիկ գործընկեր։ Մենք չենք մոռացել, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը էներգետիկան վերածեց զենքի եւ անջատեց գազը Եվրոպայի համար, Ադրբեջանն ընդառաջ եկավ։ Հարավային գազային միջանցքը իսկապես ամրապնդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ դա ուշագրավ հաջողության պատմություն է։ Եվ Բաքվում եւ Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց գլոբալ դարպաս ծրագրի շրջանակում նոր մինչեւ 200 միլիոն եվրոյի ներդրման մասին, որոնք Բրյուսելը կուղղի Հարավային Կովկասում տրանսպորտային էներգետիկ կապերի զարգացմանը։ Հայաստանյան ընդդիմադիր ուժերը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունն այսօր փորձում էին ուղղել բանտարկված քաղաքական գործիչների վրա։ Կառավարությանը մոտենալ նրանց չհաջողվեց, բայց բողոքի ցույցը այնուամենայնիվ կայացավ ավելի հեռվից։ Հայաստանի իշխանությունները մինչդեռ պնդում են, որ ընդդիմադիր գործիչների դեմ բացառապես քրեական հետապնդում է առանց քաղաքական դրդապատճառների։ Freedom for all political prisoners in Armenia! Մինչ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում իրենց բանակցություններն էին ամփոփում, ընդդիմադիր մի շարք ուժեր բողոքի ձայնն էին փորձում հասցնել շենքի ներսում գտնվողներին։ Նրանց սակայն կառավարության շենքին մոտենալ չթույլատրեցին։ Ոստիկանական պատը փակել էր ճանապարհը հարակից փողոցի լուսացույցի մոտից։ Ամենայն դեպս մենք ավելի բարձր էստեղից կխոսենք, որպեսզի այն շենքում նստած մարդիկ, ովքեր որ արարողակարգային ձեռքսեղմումների մեջ են եւ ժպիտների մեջ են, դիվանագիտական կեղծիքի շղարշով են փորձում ծածկել ճշմարտությունը ամբողջ աշխարհից, մենք ավելի բարձր կխոսենք։ Հայաքվե միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը հայփոստի շենքի մոտից հայերենով, հաջորդիվ էլ նրա գործընկեր Աննա Կոստանյանը անգլերենով մեղադրանքների մի ամբողջ շարք հերավար կերպով ներկայացրեցին Փաշինյանին եւ ֆոն դեր Լայենին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում է այստեղ եւ ձեռք սեղմում է անում գովեստի խոսքեր է շռայլում մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։
Այստեղից գալուց առաջ Տիկին ֆոն դեր Լայն, դուք գտնվում եք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով 100 հազարավոր մարդիկ տնավեր են դարձել եւ չեն ապրում իրենց հազարամյակների բնորանում։ Իսկ այսօր դուք այստեղ դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում այսօրվա ակցիային։ Բանտերում, տնային կալանքում գտնվող քաղաքական, հասարակական, ռազմական գործիչների, բարձրաստիճան հոգևորականների նկարներով։ Պաստառների գերակշիռ մասի վրա պատկերված էին Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Պնդում էին, որ այս մարդիկ ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար։ Ռուսաստանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով կալանավորված Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմակիցները հիշեցրեցին, ինչի մասին են եվրոպական արժեքները։ Իշխանությունները եվրոպական ինտեգրման ավանդակ իրականում իրականացնում են հակաժողովրդավարական, հակադեմոկրատական, մարդու իրավունքների դեմ ուղղված, շատ հստակ, ընդգծված բռնատիրական քաղաքականություն։ Իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալել են։ Հայաստանի իշխանությունները պնդում են սակայն, որ այսօրվա ցույցի պաստառների վրա պատկերված անձանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կոնկրետ հանցագործությունների կասկածով, ոչ թե նրանց ընդդիմադիր քաղաքական գործունեության համար։ Ստիպենք մարդկանց, ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների։ 8-րդ գումարման ազգային ժողովից արդեն հեռացող պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ այսօր հայտարարեց, որ միայն իր կուսակից Արմեն Աշոտյանի համար չի եկել այս ակցիային։ Կրթության նախկին նախարար Աշոտյանը անցած ամսվանից դարձյալ բանտում է։ Այս անգամ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով։ Նախորդ գործը, որով Աշոտյանը ավելի քան 1 տարի պահվեց բանտում, առնչվում էր բժշկական համալսարանին։ Անկախ են երգերից, որ այսօր կերգվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցություն ԵԺԿ-ն ընդունել եւ պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանդարկյալներ։ Հայկ Մամիջանյանը նկատի ունի Եվրոպական ժողովրդական կուսակցության 2023 թվականին ընդունված արտահերթ աջակցություն Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի պայմաններում բանաձևը։ ԵԺԿ-ն այդ բանաձևում 4 երկիր էր թվարկել՝ Բելարուս, Ռուսաստան, Վրաստան եւ Հայաստան։ Հայաստանի մասում հիշատակված էր միայն Արմեն Աշոտյանի անունը եւ ԵԺԿ-ն գրել էր, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահի ազատազրկումը էական ապացույցների բացակայության պայմաններում մեծ մտահոգություն է իրենց պատճառում։ Այն ինչ արվում է Հայաստանի հանդեպ, որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների հետ եւ բացառապես ծառայում է աշխարհաքաղաքական Հայաստանի շահերի հետ կապ չունեցող շահերի սպասարկմանը։ Այսօրվա ակցիան ավարտվեց առանց կառավարության շենքին մոտ հասնելու։ Ավելի վաղ իրենց բողոքը նամակի տեսքով էին ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լայենի էլեկտրոնային հասցեին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը երկաթուղու կառավարման հետ կապված իր մոտեցումը չի պատրաստվում վերանայել, որ երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի շահերին, իսկ հարցերը Հարավկովկասյան երկաթուղու եւ Ռուսաստանի հետ քննարկման փուլում են։ Մանրամասները Շողիկ Գալստյանն է ներկայացնում։ Կառավարության այսօրվա նիստը օրվա երկրորդ կեսինն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ նաև ճեպազրույցով հանդես եկավ եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մոտ 1 ժամ տևած ճեպազրույցի ընթացքում վարչապետը տարբեր թեմաների անդրադարձավ։ Մենք Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք հայկական երկաթուղու հետ կապված զարգացումներից։ Ես հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման հետ կապված խնդիրներ կան եւ նշել էր, որ ռուսական կառավարումը Հայաստանի համար անմրցունակ իրավիճակ է ստեղծում եւ իրենց պատկերացումը նշել էր այն է, որ պետք է վերցնել կառավարման իրավունքը ռուսական կողմից եւ փոխանցել որևէ այլ երկրի։ Ռուսական կողմը ակնհայտ ընդդիմացել էր այս սցենարին, չէին համաձայնել։ Այսօր մենք հարցրեցինք, արդյոք զարգացումներ կան եւ արդյոք կարող են հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները դառնալ պատճառ, որ այս հարցով եւս Հայաստանը դիրքորոշումը վերանայի եւ
միակողմանի պայմանագիրը խզի ռուսական կողմի հետ։ Մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթ գծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Դա չի կարող այդպիսի բան լինել։ Եկեք մի բան արձանագրենք։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ մենք մեր սեփականությունը պետքա կառավարենք։ Բոլոր process-ներում հարավկովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում։ Հնչեց նաև Ռուսաստանում վառելիքի սակավության եւ դրա հնարավոր հետևանքներից, որոնք կարող են ազդել արդեն Հայաստանի վրա։ Որ ասում էի անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, ինչ նկատի ունեի։ Չէ, տեսեք աշխարհում ինչեր տեղի ունեցավ։ Բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն, ինչ որ նախկինում տեղի էր ունենում, երբ որ ինչ որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան բաները, ցնցումների էր ենթարկվում։ Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Իրան։ Մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնելու են Իրան, մասնակցելու հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, այդ թվում ձեր անուններ նշվում։ Վաղը մեկնելու եմ եւ վաղն էլ վերադառնալու եմ եւ բնականաբար շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև սահմանադրական դատարանի որոշմանը եւ այդ ֆոնին այն հանգամանքին, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն մի քանի շաբաթ է զբաղված է ներկուսակցական ընտրություններով, ազգային ժողովում պաշտոնները բաժանելու հարցերով, ազգային ժողովի փոխնախագահների, նախագահի թեկնածուների հարցն են որոշել, այսօր նաև խմբակցության ղեկավարի հարցը կորոշեն եւ այս պայմաններում մեղադրանք է հնչում, որ քաղաքացիական պայմանագիրը չի սպասում անգամ որ սահմանադրական դատարանը որոշում կայացնի, պարզ դառնա, թե ընտրությունների վիճարկման հետ կապված ընդդիմադիրների դիմումներին ինչ որոշում է կայացվելու, հետո նոր իշխող ուժը զբաղվի այս պաշտոնների բաժանման հարցերով։ Այսինքն իրանք դիմել են սահմանադրական դատարան, առավոտից երեկո քննարկում են մանդատները վերցնեն, չվերցնեն, վերցնելն է ճիշտ, թե չվերցնելն է, բայց ինչ մանդատ են վերցնում կամ չվերցնում։ Բայց չի չեն սպասում սահմանադրական դատանը որոշում կայացնի, նոր որոշեն մանդատը վերցնեն, թե չվերցնեն։ Հետևաբար նույն տրամաբանությամբ էլ մենք այդ քննարկումն ենք անում եւ այդ հարցին պատասխան վերցնել, չվերցնել մենք ունենք եւ հաջորդ հարցերն ենք քննարկում։ Այդտեղ որ անտրամաբանական որևէ բան չկա։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Խնդրում եմ ձեզ կոռեկտության սահմանների մեջ պահեք։ Աշխատանքը մի ամսից ավարտող խորհրդարանը հաջորդ ընտրությունների համար հրատապ ռեժիմով ցանկանում է սահմանափակել դրսում ապրողների քվեարկելու իրավունքը։ Այսօր քննարկումը կրքեր է բորբոքել։ Հասկանալի է, չէ՞ ինչ եք ուզում ստանալ։ Ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։ Ինչու իշխող քաղաքացիական պայմանագիրը Ալեն Սիմոնյանի փոխարեն Ռուբեն Ռուբինյանին ընտրեց խորհրդարանի խոսնակի թեկնածու։ Ազգային ժողովին հրաժեշտ տվող Սիմոնյանը չունի այս հարցի պատասխանը, այսօր հերքել է, թե նախագահի պաշտոնն է ստանալու։ Գիշերը Կիևը ենթարկվել է ռուսական ուժերի զանգվածային հարձակմանը, առնվազն 18 զոհ կա, հուլիսի 3-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել։ Կառավարության նիստից հետո վարչապետը եւ ԿՊԱ-ականները շտապեցին կուսակցական նիստին։ Օրակարգում խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածու ընտրելու հարցներ։ Այդ պաշտոնի համար առաջադրվել են պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը եւ Արթուր Հովանեսյանը։ Նիստին հետևում էր իմ գործընկեր Շողիկ Գալստյանը։ Ավարտվեց քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը, նիստի օրակարգում խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածու ընտրելու հարցներ եւ արդյունքներով, սրա արդյունքներով ընտրվեց որպես թեկնածու
Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, առաջադրվել էր նաև խմբակցության գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նա փաստորեն չստացավ այնքան քվե, որ ինքը խմբակցությունը ղեկավարի։ Նշեմ, որ մինչ վարչության կազմը դեռ ներսում էր, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Հովհաննիսյանը նիստից ավելի շուտ հեռացավ, նրանց դուրս գալուց մոտ 20 րոպե առաջ, թե ինչ արդյունքներ քվեարկության ինչպիսի պատկեր է արձանագրվել, խմբակցությունը այս մասին մանրամասներ չի ներկայացնում։ Քննարկման եւ փակգաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի տեխնացու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը։ Օրակարգում ենք ուրիշ հարցեր ունենք, այդ մյուս հարցերն ենք քննարկում։ Ոչ, ինչ։ Էական չի, չեմ հիշում, ճշգրիտ չեմ կարող ասել ընտրվել։ Պարոն վարչապետ, ըստ էության խորհրդարանի ղեկավար կազմը, նաև խմբակցության ղեկավարը առնվազն թեկնածուների հարցում այսպես փոփոխություններ տեղ ունեցան առանցքային, այսինքն ոչ մի դերակատար կարծես թե նույնը չի մնում։ Ինչու, ինչն է պատճառը, եթե ձեր գնահատականը, ձեր կարծիքը ասեք, ինչու որոշել։ Գնահատական փակգաղտնի քվեարկություն ա եղել, քննարկում ա եղել։ Բայց պարոն Փաշինյան, ասում են այդ արդյունքների վրա ամեն դեպքում ազդեցություն է ունենում հենց ձեր որոշումը։ Բացառված է, ես որևէ տեխնացիան վերաբերյալ, որևէ կարծիք, որևէ տեղ չեմ հայտնել։ Քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել։ Այսինքն ոչ անձնական, ոչ կոնֆիդենցիալ, ոչ քննարկման ընթացքում որևէ տեխնացուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել։ Հարց չեմ տվել։ Հարց չեմ տվել։ Դեմքի նույն արտահայտությամբ եմ հետևել բոլոր քննարկումներին։ Պարոն վարչապետ, իսկ օրինակ առաջադրվելուց առաջ որպես վարչության ղեկավարի ձեզ հետ քննարկում են, որ մտադրություն ունեն եւ այլն։ Ոչ մի քննարկում, ոչ մի ազդակ ձեզնից չեն ստանում, ոնց։ Զերո ազդակ, ոչ մի։ Ես որևէ առաջադրման վերաբերյալ այդ ձևաչափով առանձին տեղեկատվություն չեմ ունեցել, բացի ակնհայտ դեպքերից։ Այսինքն ակնհայտ դեպքերից պարզել, որ Ալեն Սիմոնյանը որպես ազգային ժողովի նախագահի տեխնացու առաջադրվելու է։ Ուրիշ որևէ տեխնացության վերաբերյալ նախապես ինձ հետ որևէ քննարկում չի եղել։ Բայց ինքը ձեզ հայտնել է նախապես։ Ոչ, ինքն էլ չի հայտնել նախապես։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ազգային ժողովի գործող նախագահը մանդատը վայր դնելու մտադրություն ունի եւ ըստ էության նաեւ ակնարկեց, որ իրեն առնվազն հայտնի չէ, թե առաջիկայում ինչով է զբաղվելու։ Դուք ինչ որ պատկերացում ունեք, թե իրեն ուր կարող եք տեսնել կամ ինչ որ քննարկում պատրաստվում եք իր հետ ունենալ, ինչ է լինելու։ Բնականաբար ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու ազգային ժողովի падգամավոր, դա նոր իրավիճակը կքննարկենք, կհասկանանք։ Մինչև այսօր քաղաքացիական պայմանագրի վարչությունը փակգաղտնի քվեարկությամբ ընտրել էր նաև ազգային ժողովի նախագահի եւ ազգային ժողովի փոխնախագահների տեխնացուներին, առաջիկա ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար ԿՊ կառաջադրի Ռուբեն Ռուբինյանի տեխնացությունը, իսկ փոխնախագահների պաշտոններում Վահագն Ալեքսանյանի եւ Հայկ Կոնջորյանի տեխնացությունները։ Հաջորդ խորհրդարանի նախագահի տեխնացու իշխող քաղաքացիական պայմանագիրն ընտրել է հայ-թուրքական բանակցություններում բանագնաց այժմ ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Իր նախագահությունն ավարտող Ալեն Սիմոնյանը այսօրվանից արդեն սկսել է հրաժեշտ տալ ազգային ժողովի աշխատակիցներին։ Ասում է հրաժեշտի խոսք էլ կունենա, բայց բազմաթիվ հարցեր Սիմոնյանի հեռացման կապակցությամբ դեռ պատասխան չունեն։ Օրինակ, ինչու է իշխող թիմը որոշել փոխարինել Սիմոնյանին, ընդ որում պատճառների մասին նրան տեղյակ չպահելով եւ ինչ քաղաքական ապագա է սպասվում նրան։ Ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։ Ինչու իշխող ԿՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամները 5 տարի անց որոշեցին փոխել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Ռուբեն Ռուբինյանով։ Արդյոք այս հարցի պատասխանը Սիմոնյանը ստացել է թիմակիցներից։ Դատելով խորհրդարանի հեռացող նախագահի պատասխանից որևէ բացատրություն չի հնչել։ Սիմոնյանը պատճառների մասին տեղյակ չէ, հակառակ պարագայում, ինչպես նա նշեց այսօրվա հրաժեշտի ճեպազրույցում, չէր առաջադրվի որպես ազգային ժողովի նախագահի տեխնացու։
Անցած ամսվա վերջին ԿՊ վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Ինչու ձեր թիմը այդպիսի որոշում կայացրեց։ Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի։ Գուցե անձնական հարաբերություններն են պատճառ դարձել, գուցե արտաքին քաղաքական նպատակահարմարության հարց է։ Սիմոնյանը շատ էր քննադատում Ռուսաստանին, հարցրեցին խոսնակին։ Արեն Սիմոնյանը դեռ որևէ եզրահանգում չունի, ասած պատճառները փորձում է իր մեջ փնտրել։ Անձնական մակարդակով լավ հարաբերություններ ունեմ վարչության բոլոր անդամների հետ, մեծ մասի հետ գրեթե ամենօրյա շփում եւ կրկնում եմ հակված եմ փնտրել իմ մեջ։ Ոչ միայն ազգային ժողովի նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառներն են անհայտ Արեն Սիմոնյանին, այլև իր քաղաքական ապագան։ Ինչպես նա նշեց, հետագայի հետ կապված որևէ պայմանավորվածություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չունի, քննարկում էլ չի եղել։ Երբ Փաշինյանը որևէ բան կառաջարկի, կքննարկեն։ Մամուլը վերջին շրջանում հաճախ էր գրում, թե Սիմոնյանին հնարավոր է առաջարկվի երկրի նախագահի ղեկը Վահագն Խաչատուրյանի փոխարեն։ Սիմոնյանը սակայն այսօր հերքեց այդ լուրերը, վստահեցնելով, թե իրեն նման առաջարկ չի արվել։ Հարցրեցինք, իսկ եթե արվի, կընդունի։ Դա անհետեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։ Առայժմ մեկ բան է հստակ, խորհրդարանը շուրջ 5 տարի ղեկավարած 46-ամյա Արեն Սիմոնյանը չի վերցնի падգամավորական մանդատը եւ որպես շարքային падգամավոր չի շարունակի քաղաքական գործունեությունը։ Հարցն արդեն քննարկել է վարչապետի հետ եւ իր որոշման մասին տեղյակ է պահել նրան։ Օրերս խոսելով Արեն Սիմոնյանի քաղաքական ապագայի մասին Նիկոլ Փաշինյանը կոնկրետ որևէ բան չէր ասել, միայն նշել էր, թե շատ կարևոր է ունենալ նախկինում պաշտոն զբաղեցրած կուսակցականներ, քանի որ դա կապիտալ է։ Վարչապետը միաժամանակ վստահեցրել էր, թե որևէ անձնական խնդիր Սիմոնյանի հետ չունի։ Մենակ են չի ես որտեղ եմ տեսնում, նաև ինքը պետք է տեսնի։ Դրա համար մենք մեր կարծիքները կհամադրենք։ Վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով եւ իսկականից ուզում մի քիչ հանգստանամ նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ մենք եկել ենք Փաշինյանին պարբերաբար իր հավատարմությունը ապացուցող Արեն Սիմոնյանը շատ ակտիվ էր նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում հենց նա էր որ վարչապետ Փաշինյանին ընկերակցում էր նաեւ աղմկահարույց պերաշկի եւ սուջուխ ուտելիս ինչու նրա աշխատանքը չգնահատվեց ինչը այնպես չարեց կամ ինչը նրան չներվեց այս հարցերին ի պատասխան Սիմոնյանը վստահեցրեց որևէ նեղվածություն կամ չասված բան իր եւ վարչապետի միջև չկա եւ չի կարող լինել։ Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես այսպես ասած պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք կտեսնենք թե հետագայում ինչ կլինի։ Չեմ բացառում որ կարող է ընդհանուր, ասենք մոտակա չգիտեմ ինչ որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ։ Չնայած քաղաքական ապագայի անորոշությանը Սիմոնյանն այսօր էլ շարունակեց հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ասելով թե առանց նրա որևիցե քաղաքական process-ում իրեն չի տեսնում։ Ինչպես ազգային ժողովի նախագահը նշեց, միշտ կլինի վարչապետի կողքին, բայց կես քայլ հետ։ Իդեպ Սիմոնյանը խելագարություն որակեց վարկածը, թե իրեն պաշտոնից հեռացրել են, քանի որ Փաշինյանն իր մեջ մրցակից է տեսել։ Գիժեք, գներեք ես բարյաբար։ Ես ամենայն հարգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել։ Իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուր կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է։ Հաջողություններ հետագայում։ Թեև 8-րդ գումարման ազգային ժողովը դեռ չի ավարտել աշխատանքը, սակայն Արեն Սիմոնյանն այսօր այցելեց խորհրդարանի բոլոր վարչությունների եւ բաժինների աշխատակիցներին, շնորհակալություն հայտնելով նրանց աշխատանքի համար։ Սիմոնյանը, որ մոտ 1 ամսից կլքի խորհրդարանի շենքը, հպարտանում էր կատարված աշխատանքներով եւ աշխատակիցների համար ստեղծված նոր պայմաններով։ Այս այն որ եկա ստեղ ինչ է, դու հիմա ինչ է։ Հեռացող Արեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին, ինչ սխալներ է արել անցած 5 տարիների ընթացքում, որ կուզենար արած չլիներ, եւ ինչն է ամենաշատը
կարոտելու։ Կուզենայի ավելի քիչ էմոցիոնալ լինել։ Ինչն եմ կարոտելու, ամեն ինչն է կարոտելու եմ։ Կարոտելու եմ սրճարանը, մեր հետ, ձեր հետ ճեպազրույցները։ Խորհրդարանի բացօթյա սրճարանը կառուցվեց Ալեն Սիմոնյանի նախագահության ժամանակ։ Հետքի տվյալներով դրա կառուցման համար $30,000 պայմանագիր էր կնքվել։ Մինչ այդ իր աշխատանքն ավարտող 8-րդ գումարման խորհրդարանը արտահերթ նիստում արագացված կարգով քննում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ վերաբերում են արտերկրում բնակվող հայաստանցիներին եւ նրանց ընտրական իրավունքին։ Եթե այս նախագիծը ընդունվի եւ օրենք դառնա, ապա վերջին 2 տարում առնվազն 1 տարին բացակայած քաղաքացիները չեն կարողանա ընտրել։ Իշխանությունը պնդում է, որ անցած ընտրություններում ընդդիմադիր ուժերից մեկը գումարով Ռուսաստանից մարդկանց է բերել, որ քվեարկեն ու որ այսպիսով ընտրական տուրիզմին ցանկանում են վերջ դնել։ Ընդդիմադիրները հերքում են եւ հակադարձում իշխանությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքներն է ոտնահարում։ Խնդրում եմ ձեզ կոռեկտության սահմանների մեջ պահեք։ Իմ գործընկերների նկատմամբ ես ագրեսիա չունեմ։ Այ ագրեսիան ձեր նկատմամբ չի դադարելու եւ ավելանալու է, ասեցիք, ես ձեզ տեղեկացնում եմ։ Հանկարծ չմտածեք, որ ընտրություններից հետո այդ ագրեսիան են, որ կատակ էին անում անցավ։ Արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը կրքեր բորբոքեց խորհրդարանի դահլիճում։ Ընտրություններից շատ չանցած կառավարող քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է քվեարկելու իրավունքից զրկել այն հայաստանցիներին, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին 2 տարվա առնվազն կեսը 1 տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների եւ պետական գործուղումների համար։ Բովանդակությունից բացի ընդդիմադիրներին մտահոգել էր իշխանությունների շտապողականությունը, հարցը քննարկել արտահերթ նիստում հրատապ ռեժիմով առանց հանրային քննարկման եւ միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցի Վենետիկի հանձնաժողովի գնահատականի։ Այնինչ նորենքն ընդունվելու դեպքում 100,000-ավոր մարդիկ կարող են զրկվել ընտրական իրավունքից։ Սենց կարևորագույն օրենք բերել 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին հրատապ կարգով արտահերթ նիստում ներեցեք էլի, հասկանալի է, չէ՞ ինչ եք ուզում ստանով անել։ Շուտ անենք, մտցնենք, բրդենք, սղացնենք, կանցնենք դեմոկրատիա եւ շարաչող թափանցիկության պայմաններում։ Հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը եւս մեկ ապացույցն այն բանի, որ ԿՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ։ Այս հապշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետի նպատակներ ունեցող։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները սակայն հանրային պահանջով էին բացատրում այս նախաձեռնությունը, չթաքցնելով նկատի ունեն Ռուսաստանից ընտրողների բերելու մասին հաղորդագրությունները։ Ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական տուրիզմի եկած քաղաքացիների մասով որի արդյունքում այդ պահանջը ձևավորվել է հանրային, այդտեղ է խնդիրը, դուք հանրությանը չեք լսում։ Մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատել են այս նախագիծը, պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական եւ անհամաչափ սահմանափակում, վտանգելով ժողովրդավարական սկզբունքները եւ խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է, որ փոփոխությունն արվում է իշխանությունների ծրագրած սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որը նախաձեռնելու համար ի դեպ քաղաքացիական պայմանագիրը նոր խորհրդարանում չի ունենա բավարար ձայներ։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրահարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մինչդեռ պայմանական օրինակով այլ երկրի ազդեցության մասին էր ակնարկում։ Սենթ Կիտս ու Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենթ Կիտս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենթ Կիտս եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը, չեն կարողանալու կանխել ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ օրինակ մեկը գա այնտեղ Սենթ Կիտսի եւ Նևիսում Հայաստանի քաղաքացուն ասի, ես քո տոմսը առնում եմ, գնա քվեարկի ում ուզում ես, բացի դաշնակցությունից օրինակ։
Նախագծի հեղինակները որևէ թիվ չհրապարակեցին վերջին ընտրությունների նախաշեմին, քանի մարդ էր եկել Հայաստան, արդյոք արտառոց պատկեր է եղել։ Փոխարենը Հայաստան խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էր թվեր բերել, որ հրապարակվել են Սահմանադրական դատարանում, ըստ որոնց ընդամենը 3000-ով ավելի Հայաստանի քաղաքացի է հատել սահմանը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր է նաև Սահմանադրական դատարանում հասկանալ ի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։ Դրսում ապրող հայերին քվեարկելն արգելող օրենքից բացի իշխանությունները արտահերտ նիստ են բերել նաև մեկ այլ նախաձեռնություն, որով 1-ից 2 տարով երկարացվելու է ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներն անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ զրկվելու են պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Երկու օրենքներն էլ այսօր ընդունվեցին առաջին ընթերցմամբ միայն իշխանության եւ Հայաստան դաշինքից հեռացած Գեգամ Նազարյանի քվեարկությամբ։ Երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում պետք է տեղի ունենա։ Տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, առնվազն 18 մարդ է զոհվել, 50-ից ավելին վիրավորվել։ Վիրավորների թվում 2 երեխա կա։ Վերջին ավելի քան 2 շաբաթվա ընթացքում սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված առաջին լայնածավալ հարվածն է ամենազանգվածայինը մայրաքաղաքի ուղղությամբ։ Հուլիսի 3-ը Ուկրաինայում հայտարարվել է սգո օր։ Ուկրաինան իր հերթին շարունակում է հարվածել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին, ինչի պատճառով այդ երկրում վառելիքի սակավություն է նկատվում։ Երեկ գիշերը Ուկրաինան հարվածել է Նիժնի Նովգորոդում Լուկոյլի նավթավերամշակման գործարանին, որը նաև ապրիլին եւ մայիսին էր հարձակումների ենթարկվել։ Իրանը եւ Միացյալ Նահանգները Դոհայում ավարտել են անուղղակի բանակցությունների հերթական փուլը, այսօր հայտարարել են միջնորդները, Քաթարի եւ Պակիստանի ներկայացուցիչները, մանրամասնելով, որ օրակարգում են եղել բանակցություններն առաջ մղելու եւ վերջին փոխհրաձգություններից հետո լարվածությունը նվազեցնելու հնարավորությունները։ Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ անդրադարձել են նաեւ իրանական 6 միլիարդ դոլարի ապասառեցմանը եւ համաձայնություն է ձեռք բերվել, որ դրա մի մասը կտրամադրվի Իրանին անհրաժեշտ ապրանքները գնելու եւ մատակարարելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ պնդել էր, թե Կատարում տեղի ունեցած հանդիպումը լավ է ընթացել։ Հաջորդ անուղղակի բանակցությունները կկայանան Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի այս շաբաթավերջին նախատեսված հուղարկավորությունից հետո։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումը եթերում կլինի վաղը ժամը 20-ին։